ներկա գտնվեցիք Ժառանգություն կուսակցության կենտրոնագայանում այս ամփոփ բայց ուսում համաբարփակ հարց ու պատասխանի։ Նստել եմ Արկադի Պայդյանի հետ, ով Ժառանգության թեկնածուն է, Վաղաշաբադի քաղաքապետի, շատ բարդաջանող եւ մի մարդ, ով իր հավաքականի հետ, Այձեմնիկի, Անուշի, Մրազի եւ բոլոր մնացածների հետ հայտ է ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ, աբակա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Էջմիածնի, Վաղաշաբադի քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին։ Ոչ մեկից գախյալ չլինել։ Սեփական խիղճը, Աստված, հայրենիք եւ օրենք եւ իրավունք, իրավունքի իշխանություն, որը խոստանում է վերադարձնել կամ տալ Էջմիածնին, Արկադի Պայդյանը եւ իր բոլոր գործընկերները։ Մենք տեսնում ենք սակայն, թե ինչ իրավիճակում է գտնվում այս ընտրարշավը, բայց նորություն չէ Հայաստանի համար։ 30-35 տարի այս նույն վիճակի մեջ ենք, քիչ թե շատ։ Տարբեր իշխանությունների օրոք ընտրաշրջաններ են անցկացրել եւ այդ երևույթները մեզ համար նորություն չեն։ Դա արձանագրում ենք։ Այստեղ չի լինելու վերադարձ ի շրջանս յուր, բայց նաև չի լինելու այսօրվա շարունակությունը, որ այդ բոլոր արադների, սխալների, հանցանքների, զանցանքների հավաքածոն է, ամփոփումն է։ Մի խմբակ, մի մարդիկ, հիմա ցուցակներ, ովքեր եկան իշխանության մեծ խոստումներով, բարձր հանձնարարություններով, անցյալը շտկելու, սխալները ուղղելու, նոր դեսագի Հայաստան բերելու, Արցախը բահելու, եկեղեցու անկախությունը, ինքնուրույնությունը, թռիչքը հարգելու եւ սեփական ժողովրդին քաղաքացիների իրավունքները ամեն ինչից բարձր բահելու համար, ոչ թե արիդ անարիդ արդեն իրենց ամփոփչադիրության ախորժակով, ով խոսում է դեմ, նստացրել, մեգուսացնել, բանդարգել, անգամ սպանել։ Եվ մենք տեսել ենք, թե ինչպես արդեն այդ ուժ ասենք, խմբակ ասենք, ցուցակ կարևոր չէ, արդեն գիտենք, թե ինչ պետք է փոխվի մեր իրական կյանքում, իրական Էջմիածնում, իրական Վաղաշաբադում։ Եվ այս իշխանությունը պետք է ամեն գնով պետք է փոխվի։ Ձերբակալում են մարդկանց այս կամ այն բادرվագով, բողոքում էին նախկին իշխանություններից, վարչական ինչ-որ ռեսուրս են օգտագործում ընտրությունների ժամանակ, ճիշտ էին ասում, մենք էլ ժառանգությունն են դիմադիրեր, իրենցից ավելի, բոլոր իշխանություններին, բայց այն ինչ-որ մենք տեսնում ենք այսօր, աննախադեպ լկտի, զազրելի հարձակում է իրավունքի վրա, վարչական ռեսուրս, մարդկանց վախեցնել, մարդկանց ստիպել, եկեղեցու մասին են խոսում, հոգևորականների դեմ են ինչ-որ փոքրիկ սլակ բռնել, բայց իրենք են իրենց ուղնուձուձով, իրենց փոքրիկ գլխիկով, բզդլիկ մարդուկով, ովքեր իջեցնում են այս իրենց վերջի ամիսների ընթացքում այդ հրահանգը, այդ ստիպողականությունը, որ դու պիտի ներկայանաս այս անօրեն պայքարին, լինի դա Վաղաշաբադում, Երևանում, Գյումրիում, Փարաքարում, թե Հովանավանքում։ Մենք բոլորս միասին եւ հատկապես դուք սիրելի հայրենագիցներ, քաղաքացիներ, համերգրացիներ, բահաբանն եք հայոց Սուրբ Աթորի, համահայկական հայության հավատքի աղբյուրի գլխավոր ջրակի։ Եվ հիմա այդ Սուրբ Աթորը հարցակման տակ է, դարբեր եղանակներով։ Այն մարդիկ, ովքեր դանուլ դվեցին պատերազմը,
մեր ոսկի 5000 դղաներին հանցնեցին հողին, զիջեցին հայրենիք, ստորագրեցին այն փաստաթուղթը այնտեղ, այս փաստաթուղթը այստեղ, հիմա ակլորացած սպեցնազերով, չգիտեմ, ոստիկաններով, հատուկ վարդյաներով, սլակ են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ, լինի աշխարհիկ, լինի գուսակցական, լինի նորմալ սովորական մարդ եւ այո հոգեվորականներ։ Մենք գանգնում ենք նրա համար, որ իրավունքը պիտի գերիշխի Հայաստանում։ Այդ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեզ ընտրողներին եւ այդ իրավունքը դուք պիտի իրացնեք նոյեմբերի 16-ին եւ այդ օրը լինելու է իշխանության փոփոխություն Վարշավադում ընդլայնված էջմիածնում եւ դրանով պիտի շարունակվի այդ ընթացքը, որը բերելու է մեր ողջ երկրի ազատագրմանը, մեր համապետական ազատագրմանը։ Ոչ թե հոգևոր ղեկավարությունից, այլ հենց իրենցից, ազատագրումը իրենցից։ Վերցնեք իրենց խոսքերը եւ երբ ասում ենք սա պիտի անենք, պիտի ազատագրենք, պիտի գնանք, պիտի փրկենք, այդ իրենց մասին են խոսում։ Իրենք ցույց են տալիս, որ մեր երկիրը, հայրենիքը, պետությունը, քաղաքը, եկեղեցին պիտի ազատագրվի նրանցից։ Եվ այդ պայքարն է, որ այսօր գնում է։ Այո, ծրագրային պայքար, այո, պայքար այս կամ այն տեխնազույի եւ ցուցակների միջև, բոլորին բարին ենք մաղթում, բայց այս անգամ հայ մարդը Վաղաշաբաթը էջմիածն է Հայաստանը համայն պիտի հաղթի, դա մեր բարդն է։ Այդ երկու խոսքով ուզում եմ իմ երախտագիտությունը, իմ գոհունակությունը հայտնել, որ ունենք նման մի հայրենագից փոխգնդապետ Արկադի Փայդյանին եւ իր թիմին, ովքեր դանում են շատ բարգեշտ, հաշվետու, հետևողական, համեստ, ոչ ցուցադրական պայքար, ոնց լինելու է իրենց գերդած իշխանությունը էջմիածնում, հաշվետու, զգայուն, պատասխանող քաղաքացուն, առանց մեծ շոուերի, իրենք չեն հասկանում, որ այդ շոու բիզնեսը, այդ հանրային շոուերը, այդ ստեղծած, հորինած, դարածած դեսակրությունները չեն կարող հասնել անգամ, ասենք Դիգին Քարդաշյանին, ում գործունեությունը 1000 անգամ ազգային գործունեությունը 1000 անգամ ավելի դիպուկ է, ավելի գործնական է, քան թե նրանցը երբեք կարող է լինել։ Իրենք ցկտում են դրան, բայց անգամ քիմը իրենց համար հասանելի չէ։ Բարի ընտրություն բոլորին, մեր ձեռքում է։